Ուսումնասիրել աշխուհական և ուսումնական արվեստը, բացահայտել մեր համայնքի աշխուհ մաշրուբի և նրա գործունեությունը, իրականացնել աշխուհ մաշրուբի ստեղծագործությունների կյանքի կոչումը։ Բացել աշխուհական արվեստով զբաղվողների տեղեկացվածությունը մաշրուբի խոհաժառանգության մասին, կամ դասական հրաժարակների, հետնորդների հետ, նորագույն մեկնաբանել աշխուհական դեպքը, հանրայնացնել աշխուհ մաշրուբից մեզ հասած երգերը։ Աշխուհական ուսանական արվեստ։ Աշխուհական արվեստը ժողովրդապրոֆեսիոնալ ստեղծագործական և կատարողական արվեստ է, որը հատուկ է աշխուհների։ Ունի իր պահանջները, որոնցից գլխավորներն են՝ բանաստեղծությունները հորինել աշխուհական տաղաչափությամբ, յուրացնել տվյալ շրջապատին ու ժամանակին հատուկ աշխուհական կանոնական եղանակները և հարստացնել դրանք, մասնակցել աշխուհական հրապարակային մրցություններին, երգով և նվագակցությամբ ելույթներ ունենալ մենակ կամ ընկերներով։ Աշխուհներ են կոչվում ժողովրդական այն ստեղծագործողները, որոնք երգի խոսքն ու երաժշտությունը կատարում են որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ։ Համաչափ, սազ, Աշխուհ մաշրուբ Գևորգ Փափախչյանը կամ Հովայնյանը ծնվել է 1810 թվականին Արևմտյան Հայաստանում Բայազետում։ Գաղթել է 1828 թվականին, եղել է անգլիագետ։ Աշխուհ մաշրուբից մեզ են հասել մի քանի ձեռագիր տեքստեր, իսկ միացածները անհետացել են։ Նրա ազնիվ մարդուզավակը և աշխուհ սազային երգերը տեղ են գտել Գևամ Թարվեդյանի «Հայ աշխուհներ» և «Հայ բուսաններ» գրքերում, վախճանվել է 1898 թվականին։ Մաշրուբը իր բանաստեղծություններում կամ երգերում նկարագրել է իր ժամանակի և ժողովրդի ծանր վիճակը։ Իր քառակուսին նա պատկերում է իր ծանր վիճակը, երբ ինքը նեղության հետագը ջերմացնում է բոլորին, իսկ իր համար արեց սպասք։ Նեղություններ խեղճ մաշրուբիս վառ վրան, թևերս ուժ չունեմ, գրպանը սեղր, արևելյան լույս բաղկացող արեգակ, ամենին լույս տվիր, ինձ արև չկա։ Իր բարոյախոսական բանաստեղծություններում գրում է, որ բարի հոր կրակը չլսող որդին չի հառաչի գործով և հաջողություն չի ունենա։ Բարի հոր կրակ չլսող որդին չի հառաչի գործով, հաջող չի լինի։ Ահա նա օգնություն է հայցում Աստծուց գրելով. Հայերս, աղաչում ենք քեզ, Տեր, մեր Աստված, օգնե մեզ, որ արյան ծովի մեջ մոլորված անտեր հայոց տերության վրա անիքներ շուռ ու գան դես, մեր Տեր Աստված, որտեղ ես։ Ազնիվ մարդու զավակ, վերցուր մինաման, ասեմ իմ բողոքը, գրե իմ ցավը, մնացել եմ ալեկոծված ծովի տակ, լողում է առանց ղեկ իմ բախտիս նավը, մեզնից ելավ մեզերեցող կրակը, թող չորանա մարդու զվարք հիշատակը, ինչպես չերվի խեղճ տարաբախտ սոխակը, վարդարանը բնակվել է ագրավը, դարը սրտով լսա բոթաբեր լուրը, նահանջեց իմ բախտը, կոտրվեց սուրը, երբ նորոգեն պակը, սամքած աղբյուրը, որ հովանակ մաշրուբի պես ծարավը։ Աշխուհ Սազային, կարծես թե ես տարվա գառն ես, անտեր մի մենձացի, շիշակ մի լի, անունդ խաղող է, կտի պես դառն ես, ձեռից ձեռ մի ընկնի, բաժակ մի լի, աշխուհների միջի ընտրված խասն ես, մեջլիսների միջի դու ոսկի թասն ես, ես չէի սպասում այսօրվան հասնես, թշնամու ցույց տված փեշակ մի լի, մի ասա թե մաշրուբն ինձի հետ վատ է, Աստծո տվածը մոտս անհատ է, եթե նա ամուս ունիս, ամուն աշխատա, վատուզողի տակին դոշակ մի լի։ Լավ մտածիր, ով գեղեցիկ լուսնթափ, սրտիս մեջ ընդրիր ցավ, փոց ու կասկած, գնաց, հոսեց, գեղեցկություն չմնաց, կերթա գեղեցկությունը, քեզ էլ չի մնա, մարդն էլ ուներ գեղեցկության մաս, աշխարհս ամեն բանից մնաց սպաս, հիմա դու էլ արևի պես փայլ կուտես, կերթա գեղեցկությունը, քեզ էլ չի մնա։ Մաշրուբն է, տունը բնականon չունեմ, տիրող հարցերին մեկ պատասխան չունեմ, բանաստեղծությունից ավելորման չունեմ, լոկ երկերս մնաց իմ հիշատակը։ Մաշրուբից լավ մարդը բախտով մնաց է, չեմ հավատալ թեկուզ լինի վարդապետ, մարդը նաև մեկ չի գցի մարդուև, անբախտների մեկով մեկ օր կտարվի։ Այն որդուն է կերեք որը,
որ կարոտ է ծնող մորը։ Այն մեր ու հեր երեխենը շրջապ է երեքով։ Հանգստում բաշուվի սերուկների։ Մաշուտը գնում են եկեղեցու գաղ, հավաքված մեծեր և փոքրերը հարցնում են, թե ուրացել ես, ինչի չես գալիս, արի մի քիչ սիրուցի, լսենք, Մաշուտը պատասխանում է, աչքերիցս ոչինչ, հարմար եմ, հեռու տեղից լավ մարդին տեսնում եմ, կողքից կանգնած վատ մարդին չեմ տեսնում։ Մաշուտը եկել է Ալաշկերտի խոր գյուղից, աշուկները հավաքվում են արցակար, աշուկ սազայու տանը, մեկնից մտնում, Մաշուտը ուշանում, սազային սկսում է երգերով օգնել Մաշուտին, հետագայում հանդիպումներից մեկի ժամանակ, երբ Մաշուտը երգում է իր գործերը, զարմացնում է սազայում, սազային ասում է, դու գևորգ էի, Մաշուտ դարձել, Մաշուտ նշանակում է թոփով կտոր։ Մի րոպե, այստեղ ուզում եմ Բանաստած Մաշուտը ազատ հակապչանի պատմություններ է, ծնվել է հին Հայաստանում և հետո միայնակ որոշել է Ղարաբաղի Արևելյան Հայաստանում։ Իրենց տոնը հակապչաններ է, հակապ կարողներ են եղել։ Մի օր դեղերի լավ տղաները Մաշուտի ճամփորդում են ու ասում, թե պապիկ ջան, որ դու գնում գալիս ես, հապակներ ես վաճառում։ Չես ասում, սրանց մի օր գումար տամ։ Այստեղ Մաշուտը բանաստեղծություն է ասում երկու։ Տղաները փաթաթվում համբուրում են ու ասում, թե որ դու այսպիսի լավ մարդ ես, ուրեմն արժանի ես մեր հայրենիքին։ Պականի պատերազմի օրերին հորս Սիսակից հարցնում, թե իր պապիկի Մաշուտի գրածներից երգածներից պահպանվել են, Սիսակն ասում է, որ նա անգրագետ մարդ է եղել, գիրն ու բառը չի ճանաչել։ Ինքը ասել է, երեխաները գրի են ավել։ Սիսակը բերում է այդ գրվածքներից դնում դիմաց, 100 հատ տետրեր իրար միացրած։ Պարզվում է, նրանք հնության կոմիտեի ներկայացուցիչ են եղել և առաջարկել են բոլոր ստեղծագործությունները տանել ու հանձնել տպագրության։ Սրանք են փեսաուաներ, կազմակերպում են, այն առաջվա շորերի մեջ լիքը լցնում են Բաղդասարյան Սիմոնի ու Սմբատի կողմից արտադրած տետրերից, տանում հանձնում են։ Այդ ժամանակ սկսվում է հայրենական պատերազմը։ Բոլորը գնում են գրիվ, ելով էր այդ գրքերի դիրություն անում, ու այդպես էլ ոչ գնացող եղավ, ոչ էլ բերող։ Շատ աշուղների երգերում ես լսում եմ իմ բաբի խոսքը։ Ինձ թվում է Մաշուտի ստեղծագործությունները ձեռքից ձեռք են ընկել։ Երկում էր, բայց մի տեղ չէր կարողանում գրել, չի իմացել, չի սովորել, ինքը շատ լավ բանաստեղծ է եղել։ Արցախանում Սազային անունով մի աշուկ կար, նա իմանում է, որ Ֆուլարիոն Գևորգ անունով այսպես բանաստեղծ կա, կանչում է ու սկսում հարց տալ։ Յուրաքանչյուր հարց տալիս Մաշուտը երգով է պատասխանում ու չի իմանում, որ իր երգերի ընթացքում Սազային մանրամասն գրի է առնում։ Մի ամբողջ օր Սազային Մաշուտին պահում է իր մոտ, երակրում, մաքրեցում ու հետո ճանապարհում է, ասելով, որ այսօր ինչ է լինի, իր տան դռները բաց են նրա առջև։
Մաշուկը հանդիմահարն ձոներք են վիդեր սազայում։ Աշուկների միջին տրված հասնես, մեջլիսների միջի դու ոսկետ հասնես։ Հայրս մինչև 87 թիվն է ապրել, ժամանակ առ ժամանակ մեզ տանում էր գերեզմանատուն և ցույց տալիս պապի Մաշուկի գերեզմանը։ Մաշուկի ասածների շատ են գրի առել, 100-ից ավել գրիներ։ Սիսակը Մաշուկի որդինքները 65 տարի ապրել, ժողովուրդը զբաղվել է մասնագիտությամբ ոչխարարել, աշխատավարձ է դարձել դժվարակի ժամանակ ստանում։ Այդպես մի անգամ արդեն էր բացակում, արդեն դժվար այդ պատասխանը։ Սիսակը տեղում ահում։ Մենք նաև հանդիպել ենք մեր համակարգին Խաչիկ Աբացյանի, որը Մաշուկի երգերը լսել էր հորից և մեզ ներկայացրեց մի քանիսը։ Աբացյան Ռազմիկը նրա հայրը երգասաց եղել, նրա հետ շատ մոտիկ է եղել։ Իր հայրը ասում է, որ իրենց կանչի երբևէ գրել, Մաշուկը թելադրել է, մերոնք է գրել է, հետո նա ասել է, կարդացեք, այստեղ դուք գրեք, այստեղ ստրակեք, որ բառը իմաստ ստացնի։ Մաշուկը պապիկիս պապիկն էր, պապիկս հաճախակի էր պատմում իր մասին, անընդհատ ասում էր, որ ինքը անգրագետ մարդ է եղել, բայց շատ երգերի հեղինակ է եղել։ Միշտ երգում էր պապիկս իր երգերից, մենք էլ հիշում ենք, որոշակի բաներ հիշում ենք։ Այդ երգերից էր բարի մարդուս բնությունը բռնած գործը բաց չի լինի, այլա բնակ շինությունը հիմն արարած չի լինի։ Այս գործը բռնեց մի մարդ, ինչ անի երիտասարդը, օրենքից դուրս գալով մարդը ազգին համեմատ չի լինի։ Մաշուկ կորցրիր քո ջարը, քեզ խաբելով սուտ աշխարհը, մոխիրով բարձրացած սարը իբրև արարած չի լինի։ Շնորհակալություն։ Հաջորդ հանդիպումը Սիսակը Աբացյանի հետ էր, ով ևս ներկայացրեց մի մտածողակացվածությունը Մաշուկի մասին և կատարեց մեր ստեղծագործություններից հատվածներ։ Աշոկ Մաշուկը իմ տատիկի պապիկն, այսինքն մենք քույր երբոր թողներ ենք։ Հաճելի շատ։ Աշոկ Մաշուկի խոսքերը գրվածները ինձ ասել են պապիկիցս, ով շատ լավ հիշում էր, ամեն անգամ երեկոյան պատմվածքները պատմում էր, երգերը շատ լավ երգում էր, ուներ շատ լավ ձայն, մենք էլ հավաքվում էինք, ամեն օր մեզ համար տոն էր, որ ամեն օր ինքը կարար նոր պատմություն պատմեր, այդքան շատ գիտեր։ Ու ես հիշում եմ, որ տեքստը կար Մաշուկի գրվածքներով։ Ու պապիկի սեռագրով էր, անընթեռների է, այստեղ մի քառյակ կա իր սեռագրով։ Մենք որոշեցինք քույրերով արտագրենք, որ պահենք, հետո մենք էլ կարողանանք կարդանք պապիկիցս հետո։ Արտագրեցինք այդ տետրը, բայց չեմ հիշում ով է տնից տարել, թե մենք այդ տնից դուրս ենք եկել, մամայինք էլ չեն հիշում։ Ու այդ տետրը հիմա չգիտենք ուր է, բայց ամբողջ հաստ Արժևորել են, տարել ու չեն տարել ու չեն բերել, բայց այս պապիկիս բլոկնոտնա, ինչի մեջ այս մի պատմությունը փաստորեն էլի մեր ձեռագրով կա։ Հիմա այս պատմության մասին խոսեմ, հետաքրքիր է շատ։ Հայ քրդական պատերազմի այդ ժամանակահատվածում գրված պատմությունը, Ռաշիդի պատմությունը։ Ռաշիդը հայ, բայց անունը այդպես մոռացել եմ, անունը ինչ է, Թորոս է, ինքը իրականում հայկական անունը Թորոս է, սիրահարվում է քրդերի իշխանի դստեր Զարեի հետ, Աստրիկի Զարե, որ ինքը անունը փոխում Աստրիկա դարձնում հայի անուն, իսկ Թորոսի անունն էլ Աստրիկա Ռաշիդա դարձնում, որ քրդի անունը լինի, որ խոսելուց չհասկանան ում մասին է խոսում։ Պատերազմը, որ պիտի արձակվեն քրդերը, այդ լուրը այդ դրա մասին խոսում են Աստրիկենց տանը, հայտարարում են, ինքն էլ շատ արագ հանդիպում է գիշերով Ռաշիդի հետ ու տեղեկացնում է, որ առավոտյան պիտի արձակվեն քրդերը հայերի վրա։ Ու ասում է, որ ինքը հեռանա գյուղից, թող փախնի գնա, հա, Ռաշիդն էլ հեսա մեր
հարգելի Ժուլիետ Տուտանկը երգի այդ մասը, Ռաշիդն էլ ասում է, որ փախչելը իրանը չի, ինքը չի կարող փախչել, պիտի մնա պայքարի իր ժողովրդի, իր ազգի համար։ Շնորհակալություն։ Փախչել գնալ լավ կյանք է, բայց ինձ համար ամոթանք է, վայել չէ ար համարանք է, քաջ Ռաշիդիս պատվի համար։ Դες Այո։ Նաև հանդիպեցինք Մաշրուբի կողի հետ, ժողովրդավարության հետ, նա ասել Մաշրուբը իմ պապի պապն է, նա խելացի մարդ է, ստեղծագործել է բազմաթիվ երգեր, բայց տահերը չիմանալու պատճառով նա իր երգերը թերակրել է և տաղատյան այդ մարդիկ կին են արել։ Նրա անունը Գևորգ է, Մաշրուբ նրան կոչել է իր ընկեր Սազագին, քանի որ Գևորգը իրենից ավելի խելացի էր։ Ասում են, որ Մաշրուբի մահից հետո Սազայու երգերում հնչում են Մաշրուբի երգերից որոշ հատվածներ։ Որոշ չէ, 50-60%-ը ինքը սեփականացրել է։ Գրագործության շատ հաճելի դեր, մովաքսերին ավելի շատ իմանա, պապիկս ասում է, որ ինքը շատ երիտասարդ է եղել, այդ ժամանակ Սազայու ժառանգներից ավելի շատ են հետաքրքրվել իրան օդատետրերով երգերով։ Երևի մտածում է, որ շատերը իրանց մոտահայտել է, որոնք որ չկան, մտածում է երևի իրանց մոտահայտել։ Հավանական Ես որ 1980 թվականին նոր նշանվել էի, ինձ հրավիրել էին Ուրեմն տատիկը, Հայաստան տատիկը, դերայի պապիկն է եղել, չէ՞, դες որպես նոր գրագետ ուսումնառած ավարտած, ինքից կանչեց ասես գիտես, իմ պապիկն էլ է եղել գրագետ, ու բերես տվեց այդ այսպես ասած դավթար ասեմ, դաստա, հա, բերեց ես նայեցի, որ լրիվ ձեռագիրա, մի քիչ ասենք գույնը փոխած, խունացած է, ես այդ ժամանակ քանի հատ կարդաց ասի տատիս ինչ հետաքրքիր մտքեր են, հիսի կարելի է տպագրել, բան չի պահել մինչև հիմա, ասա դե Բալաջանովա դրանով զբաղվել, ասեցի լավ պահա, փաստորեն լավ չի պահել։ Այդ ժամանակ պատմեց ասա, որ Սազայու հետ մոտիկ է, շատ մոտիկ է, Սազային իրա լրիվ գերվածները, քանի որ ինքը անգրագետ է, լրիվ գերվածները իրա սեփականացրել է ու տպագրել է, որպես իր սեփական ստեղծագործել է, այսինքն էդի գոյշում է գրագողություն։ Այսինքն այն ժամանակ էլ իմ քիչ շուստեր էսպես ասեմ էլի, մարդիկ արշուվները կարողացել են ավելի ասել պակասա խելացիներին ինչ անել, ինչ ենք ասում դրան, այսինքն գրագողություն կատարել, վերցրել իր ստեղծագործությունները սեփականացրել։ Պապիրուսով էլ այլ է, ասում է անդր պապիրուսի վերարկան։ Ինքը արդեն հնացել է թրջվել է, հասկանալի Գլխի չեն եղել, որ կարելի է պահպանել։ Շվական դպրոց հանդիպելու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորի պրոֆեսոր և Սայաթ նավամշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանին։ Աշխուհական արվեստի հանգամանորեն ծանոթանալուց հետո խմբի անդամները Թովմաս Պողոսյանին ներկայացրին հետազոտական աշխատանքների արդյունքում մեր համագյուղացի Աշոտ Մաշրուբի մասին ձեռք բերած կենսագրական և ստեղծագործական պատահիկները, գրականություն, կատարումներ, հուշեր, ձայնագրություններ, փաստեր։ Եվ զարմանալուց մեզ Թովմաս Պողոսյանը Չիմանու համար աշխուհական դպրոցի արխիվից մեզ ներկայացրեց Աշոտ Մաշրուբի երգերից մեկը և նոտագրված տարբերակով, որը զետահաձ էր հայ աշխուհական երգերը բազմահատորյա գանձարանում 19-րդ դարի հայ աշխուհներ գիրք առաջին։ Աշխուհական արվեստը հայրենասուպ շրջանում հետաքրքրություն առաջացնող ազգային երաժշտության հանդեպ։ Մոդեռնի քշությունին միացավ նաև մեր համակարգիչները շատ դուկահար Նորայր Կապոյանը, ով ևս իր տեսանկյունից անդրադարձավ
հաշվական երգերի նորովի մեկնականության։ Հետո այցելեցինք, այո։ Հաշվի, գերեզմանը և ծաղիկներ խոնարեցինք աշխարհի շրջանակում։ Իսկ այդ գերեզմանակարը մեզ ցույց տվեց մեր հարգելի նույն կանարին է։ Ինչքանով էր հարգելի։ Կարիցերը չեմ մացել, միջև հարսել գնացել, որ թավի մեծից մացել եմ։ Մենք իմանանք։ Չդիկի գնացել։ Դուք ավելի Այստեղ որովհետև տարբեր սերունդի գերեզմանակարի վրա ոչ մի թվագրություն կամ ինչ-որ մեզ ուշով ոչ մի բան չկա, որ կարանք կարդանք կամ վերլուծենք հասկանանք, բայց պապիկս ասում է, որ մահացել է ոնց որ 1889-90-ական թվականներին իսկ ինը մահացել է ավելի շուտ կնոջ անունը Մարգարիտա է եղել, ինքը գավառացել է, ծնունդով գավառացա մնացած է ոչ մի բան այդպես արտարված չկա, աշխատում ենք տարածքը մաքուր պահենք, հիշողություն է, գերեզմանոցը 15-ից 18-րդ դարի գերեզման է, բայց թվագրված ոչ մի բան Այո, ոչ նյութական արժեք, նորից այլ է մեր ծրագրի շրջանակներում, այո, չգիտեմ երևի տղարը կամ բայց գիտեն որ կնոջ գերեզմանը Էլի լավ է, որ գիտենք տեղը, այո, պարբերաբար կայցելենք, ծաղիկներ կխոնարենք, մեր երախտիկի խոսքը կասենք եւ այո, որպես մնայուն հուշարձան կոթող մեր խոնարհումի խոսքերով կայցելենք կարժևորենք։ Դպրոցում նախագծի շրջանակներում դպրոցում կազմակերպվող 10-օրյակի շրջանակներում լսեցինք աշխարհական երգերը մեր դպրոցի աշակերտների կատարմամբ։ Այո։ Լսեցինք Արմիկյանի արվեստի դպրոցի սաների աշխարհական երգերի կատարմամբ։ Աշոտ Մասրուբի արվեստի զավակ ստեղծագործությունը նորովի ներկայացրեց Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կանոնի վարդնի Դավթեր Հակոբյանը։
Civan